Բարսակյան ինչ փուլում եք գտնվում ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները ընդդիմության հետ վերջը կոնսենսուս հնարավոր է ձևավորել։ Նախ կոնսենսուսը կարծում եմ արդեն իսկ գոյություն ունի, որովհետև 102 կողմ ձայները վկայում են հենց կոնսենսուսի մասին։ Խոսքը վերաբերում է ընտրական օրենսգրքի այն մի քանի հարցերի շուրջ քննարկումներին կամ ընդհանուր մոտեցումներին կամ մոտեցումների ընդհանրացմանը, որը այս պահին կարծես թե այդ քննարկումները շարունակվում է։ Բովանդակային առումով փակագծերը այս պահին չբացենք, թե որ հարցերի շուրջ ենք քննարկում կամ քննարկումները որ հարցերի շուրջ է տեղի ունենում, բայց վստահ եմ, որ մոտ ժամանակներս մենք կունենանք այդ նաև հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումը, որովհետև այստեղ խնդիրը միայն իշխանություն ընդդիմությունը չէ, այստեղ խնդիրը նաև քաղաքացիական հասարակությունն է եւ միջազգային այն հանրությունը, նաև այն փորձագետները, ովքեր նաև իրենց եզրակացությունը պետք է տան, որ այդ դրույթները այս կարճ ժամանակահատվածում արդյոք հնարավոր է իրագործել, թե ոչ, թե ֆինանսական, թե տեխնիկական առումով։ Մեր մոտ քննարկումները միշտ էլ տեղի են ունենում եւ շարունակվում են։ Հիմա եթե խնդիրը ՀԱԿ-ն է բարձրացրել, ՀԱԿ-ն է եկել եւ քննարկման թեմա է դարձրել այս կամ այն հարցը, ես կարծում եմ, այստեղ որևէ խնդիր չկա։ Մենք անլուրջ որևէ գործով չենք զբաղվում, առավել եւս ընտրական օրենսգրքի հետ կապված, ինչի եմ սա ասում, որովհետեւ ընտրական օրենսգիրքը կյանքի է կոչվել եւ պետք է իրագործվի ամբողջ, այսպես թափով 17 թվականի գարնանը համապետական ընտրությունների ժամանակ։ Դրա համար կարծես թե մենք պետք է շատ ավելի լուրջ վերաբերվենք եւ եթե կա որևէ հարցի շուրջ ընդհանրություն, օր առաջ իրագործենք, որպեսզի նաեւ այն կազմակերպիչները, պատասխանատուները, որոնք պետք է կյանքի կոչեն եւ իրագործեն ընտրական օրենսգիրքը, խոսքս ընտրական հանձնաժողովների մասին է, մյուս մասնակիցների մասին է, որոնք կարողանան յուրացնել այդ դրույթները։ Ոչ, ՀԱԿ-ն է խնդիրը բարձրացրել, կարծես թե ձևաչափը նաև հետագայում կլինի 4+4+4-ը, որտեղ բոլոր քաղաքական ուժերն են, ՀԱԿ-ը ում հետ է քննարկել, ում հետ է խորհրդակցել, խնդրում եմ հարցերն ուղղել ՀԱԿ-ին, ես կարծում եմ այս քննարկումներին նաև վերջնամասում, վերջին փուլում մասնակից կլինի նաև քաղաքացիական հասարակություն։ Միջազգային հանրության կողմից թե որ ֆինանսավորել Հայաստանի իշխանությունը ասում որ իրենց կողմից ճնշում կա, որ քանդիմության սրտովին հակառակ դեպքում այլևս չեն։ Դա ընդհանրապես խոսակցություններ են, որևէ ճնշման մասին խոսք չի կարող լինել։ Մենք առաջին իսկ օրվանից այն 5-4 այնուհետև 5 հանրահայտ հարցերի հետ կապված մեր տեսակետը նույնիսկ գրավոր ենք ներկայացրել։ Սկսած տեսախցիկներից վերջացրած նույնականացման քարտերով քվեարկությունից նշել ենք, որ մենք պատրաստ ենք դա իրականացնելու որոշակի բացառություններով, եթե կլինեն դոնորներ եւ դա տեխնիկապես հնարավոր կլինի այս ժամանակահատվածի առումով։ Սա է մեր պատասխանը այդ հարցադրումներին եղել։ Բարսակյան նշում ենք Սարգսյանը Շիրակի մարզում հայտարարեց իշխանության հիմա նոր ընտրական օրենսգրքով այդ հնարավորությունը ձեռքում է։ Ես հասկանում եմ, որ դուք Շիրակից թարմ հիշողություններով միշտ այնպես վառ պահում եք, այս կարծում եմ հարցը ընտրական օրենսգրքին չի վերաբերում, այլ կոնտեքստի մեջ եթե ցանկանաս, ես քեզ առանձին կպատասխանեմ։